Սիրելի հայրենակիցներ, վստահ եմ չուլանացման թեմայից արդեն հոգնել եք։ Կուզեի թեման չուլանացման փակել, ցույց տալով չուլանացման հեղինակին թեմայի։ Թե ինչ է կատարվում ուղիղ նրա քթի տակ, Հայաստանի Հանրապետության սրտում, հրապարակի հարևանությամբ, մետրոյի կայարանի, հրապարակի հանրապետության կողքը, որտեղից թե կառավարության ղեկավարը, թե նախարարությունների այս պատշգամբից կարող էին տեսնել, թե տարիներ շարունակ ինչ էր կատարվում, ինչ աղբանոց եւ չուլանացում էր։ The doors are closing. The next station is Republic Square. Хочется зажать нос и закрыть глаза, но это в самом центре Еревана. Рядом с метро Площадь Республики заброшенный котлован. В 80-х стройку заморозили, и теперь прямо рядом с правительством эта яма превратилась в свалку. Сюда ходят в туалет даже полицейские. С каких пор это стало нормой? Наша команда волонтеров собрала отсюда почти 300 мешков мусора. Но если вы останетесь равнодушными, мусор снова вернется. Կառավարության ուղիղ քթի տակ։ Եվ այդ աղբը մաքրել են Ռուսաստանի քաղաքացիներ, ռուսաստանցիներ, ովքեր տեղափոխվել են Հայաստան, այսինքն վիճակը այնքան անտեր է հենց կառավարության քթի տակ, այդ ապապետությունը, որ նա ասում է, այդ ապասուրբ լինելը, այդ կեղտոտությունը, խոզությունը, փնթիությունը, ուղիղ կառավարության քթի տակ լինելով, նա ինչ որ հեռավոր եկեղեցիներում Հայաստանի Հանրապետության տեսել է աղբ, ուղղակի մարդու խոսքի արժեքն եմ ուզում ընդգծել, որպեսզի դուք պատկերացնեք եւ այս թեման վերջնականորեն փակվի։ Դուք ինքներդ կարող եք բացատրել ինչ հիվանդություն է։ Ես մի առիթող այլ թեմայի վերաբերյալ ասել էի, որ սա շիզոֆրենիայի է նման, այսինքն այդպես է սահմանվում գիտականորեն, բայց սա արդեն ինձ թվում է դրանից էլ հեռու է գնում։ Գիտեք, կարելի է ինչ-որ մի բան իսկապես տեղին ասել, բայց տեղին ասելուց առաջ գոնե ձեր կողքն եք, ձեր քթի տակն եք, ինչ է կատարվում, եւ ընդհանրապես դուք ոչ միայն բարոյական իրավունք ունեք, ընդհանրապես դուք իրավունք ունեք գտնվելու այնտեղ, որտեղից խոսում եք ինչ-որ արժեքների մասին։ Դուք երբևէ այդ արժեքներին մոտ գտնվել եք, որպեսզի խոսեք այդ արժեքներից։ Եվ այդ արժեքների դեգրադացիան, այսինքն խոսքի արժեքը, իրավունք ունենալու, խոսելու, խոսելու, գիտեք ինչ, խոսքի ազատության իրավունքը երաշխավորված է օրենքներով, բայց խոսելու իրավունքը մի տեսակ ավելի շատ բարոյական եւ արժեքային տիրույթում է, եւ դու ինչ որ մի բան ասելուց առաջ պետք է դրա իրավունքը վաստակես։ Սա է այն արժեքային եւ սկզբունքների ճգնաժամը, որ կա Հայաստանում եւ որից եւ բխում է մնացած ամեն ինչը։ Քանի դեռ Հայաստանում չի ձևավորվել այնպիսի արժեհամակարգ, որ մարդը, հատկապես տղամարդը իր ամեն ասած խոսքի համար պետք է պատասխան տա, մենք երբևէ այս մեռյալ կետից առաջ չենք գնալու։